նորից քաղաքական արշավի մաս է, սա եկեղեցու դեմ արշավի անբաժան մասը։ Մենք պետք է նկատի ունենք, սա շղթա է։ Մենք, տեսեք, իրավունք չունենք դիտարկել սա որպես առանձին գործողություն։ Սա մեծ process-ի շղթայի անբաժան մաս է։ Յուրաքանչյուր քայլ ուղղված է այդ նպատակին հասնելուն։ Մի դեպքում փորձում են անել, տեսնում են չի ստացվում, մի դեպքում ուզում են այլ կերպ մոտենալ։ Հիմա անցել են առավել վտանգավոր մեթոդներին, որոնք եկեղեցին ներսից պարակտելն է։ Տեսան, որ դրսից իմ կարծիքով չի ստացվում, հիմա անցել են եկեղեցին ներսից պարակտելն։ Սկզբում հոգևորականներ, որոնք, ասենք, ինչ որ եկեղեցիներում են հոգևոր ծառայություն մատուցում, հետո անցան, տեսեք, ավելի բարձր դասի արդեն եպիսկոպոսների եւ այլն եւ Գիտեք, դա շատ ծիծաղալու է, որովհետև ամենը եկեղեցու ներքին գործն է, կաթողիկոսի ընտրությունը, կաթողիկոսի եկեղեցու այդ հարաբերությունները, եկեղեցու ներսում եկեղեցականների հարաբերությունները, կանոնական իրավունքի կիրառումը, հոգևորականների միջև հարաբերությունները, կարգալույս լինելը, ձեռնադրումը եւ այլն, դրանց հետ իշխանությունը, աշխարհիկ իշխանությունը որևէ առնչություն չպետք է ունենա։ Դա ոչ միայն հակաէթիկական է, հակահոգևոր է, հակաեկեղեցական է, դա անօրինական է, դա ապօրինի է, ոչ միայն պարզապես ապօրինի է, այլ հաճախ նրանց գործողությունները քրեորեն պատժելի են եւ դրանք հանցակազմեր են պարունակում իրենց մեջ։ Եթե կան մեղադրանքներ, որ վեհապարը գործակալ է, ինչու չկա քրեական բարի։ Տեսեք, մեր երկրում իրականում պետք է լինի կա իրավունքի Բացատրեց, ասեց, պարզում է իրանք ԽՍՀՄ-ի քաղաքացիներ են ու ԿԳԲ-ի գործակալներ։ Գիտեք, կառավարության ղեկավարը ունի կոնկրետ լիազորություններ, կոնկրետ պարտավորություններ, շրջանակ ու ինքը կարող է անել գործողություններ, որոնց համար պետք է լիազորված լինի օրենքով։ Հիմա եթե նա այդպիսի հայտարարություններ է անում, դրա ճանապարհը շատ պարզ է, խնդրեմ հրաժարական է տալիս կամ իր այս երբ դառնա նախկին շուտով, նա կարող է վերադառնալ իր թերթի խմբագրություն եւ զբաղվել հոդվածներ գրելով։ Ես կարծում եմ շատ լավ առիթ կլինի նաեւ արդեն իրավունքի գերակայության սկզբունքով դրանից հետո այդ ինչ որ գործողություններ արվեն եւ այլն, բայց այն որ երկրի վարչապետը նման այսպես լիազորություններ ունենալով նման հայտարարություններ է անում, այդ նշանակում է, որ այստեղ ավելորդ է խոսել որևէ օրենքից անգամ, այն էլ չենք խոսում ինչ աստիճան են ոտնահարվում լիազորությունները եւ իջարը գործադրվում նման բամբասանքներ տարածելու համար։ Հիմա ես չեմ հասկանում, երկրի ղեկավարը ինչ է, բամբասանք տարածող է, ասեկոսեներ տարածող է, օրենքով մեխանիզմներ կան, թող այդ մեխանիզմները ամենը նորից եմ ասում ձեզ, այս ամենը եկեղեցու դեմ, ես դիտարկում եմ եկեղեցու դեմ, արշավի մաս, վերջ, մենք պետք է ունենանք պետություն, իշխանություն, որը ղեկավարվում է բացառապես օրենքով, բացառապես, մենք բոլորս հոգնել ենք այս անօրինականություն, ժողովուրդ ջան, համատարած անօրինականություն է, տեսեք մենք էլ չենք քննարկում անօրինականությունները, քննարկում ենք երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, հա, ինչ որ առավոտը արթնացավ, զգում է իրան, ինչ որ, չգիտեմ, հա, ինչ որ երկի տակ է զգում, ինչ որ տարբեր հոգևոր զգացողություններ ունի, մի օր զգում է քրիստոնյա, մի օր զգում է այդպես չի կարելի, վարչապետը չի կարող այդպիսի զգացմունքներով ղեկավարվելով երկիր կառավարել, գիտեք, օրենքը չի հարցնում ասում, դու այսօր արթնացար, քեզ լավ տրամադրություն ունես, թե վատ տրամադրություն ունես, կան օրենքով վերապահված նախատեսված լիազորություններ եւ վերջ, դու պարտավոր ես կատարել։ Ինչ է նշանակում, ես այսպիսի բան եմ լսել։ Այդ նույն բանը կարող են գնալ որևէ մի տեղին մամուլի էջերում, ասենք գրել։ Ինքս իր խոսքերով հոգևոր նորոգումը բացատրում է այսպես, ասուլիսում ասեց Հիսուս Քրիստոսն իմ հարազատն է, Հիսուս Քրիստոսն իմ միտքն է, Հիսուս Քրիստոսն իմ Գիտեք, երկրի ղեկավարի, երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի միակ հարազատը, միակ ընկերը եւ միակ ղեկավարման աղբյուրը սահմանադրությունն է եւ օրենքը, վերջ։ Ինչ է նշանակում, ես այսօր այստեղ եղա, այսօր այնպես եմ զգում ինձ, հետո եղավ լիազորությունները, սա շատ կարեւոր է։ Այնուհանդերձ, երբ որ նշվում են Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների մեղադրանքներն անհիմն են, նրանք խոսում են առանց փաստերի, բայց այնուհանդերձ չեք կարծում, որ վեհապար հայրապետը պետք է հավատավոր ժողովրդի հետ այսպես ասած կոնտակտի դուրս գա եւ այս հնչեցված կարծիքների հետ կապված ինչ որ բան ասի, որտեղ ժողովրդի մոտ անորոշ վիճակ է, լսում են մեղադրանք եւ չկա հակառակ կողմից որևէ դա եկեղեցու գործն է։
Ամենայն հայոց կաթողիկոսը ինքն է որոշում, որ պահին հանդես գա ելույթով, ինքը կքննարկի, եթե գտնի նպատակահարմար, հանդես կգա խոսքով։ Ես կարծում եմ, մեր ամենայն հայոց կաթողիկոսը այդ խնդիրը չունի, չէ՞, բարբերաբար հանդես են գալիս ուղերձներով, քննարկումներով, մեր տարբեր եկեղեցիները բացեն։ Դա եկեղեցու գործն է այս դիսկուրսը, որ բերել մցրել են մեր մեջ, տեսեք ինչ են անում, մենք մեզ անօրինականություններ խրախուսելով, ժողովուրդ ջան, մեզ հանել են իրար դեմ։ Հիմա տեսեք այս հավաքները, որ տեղի են ունենում, չէ՞։ Մենք չպետք է դուր տանք, որ մեզ սա վերածվի մեր դեմ պայքարի ինչ որ բանի։ Հասկանում եք, սա շատ կարևոր է։ Շնորհակալություն։